Վրեժ Սարգսյան, Նայիրիտի պահպանություն ծառայությունից։ Ինչ է կատարվում։ Ուրեմն Նայիրիտը մի շաբաթ առաջ մոտիկացանք այդ հարցով, մեր աշխատավարձերի հարցով, Նայիրիտում կոնկրետ պայման 261 հոգի աշխատող ենք մնացել, մեր 261 հոգու աշխատավարձները վճարելու հարցով։ Ուրեմն խնդիրը լուծեցին սենց, արեցին Հիտլերի մեթոդը, Ստալինսկի մեթոդը արեցին, վիրավոր մատը բուժելու փոխարեն ձեռը դասակից կտրեցին, այսինքն եթե մարդիկ միշտ լացել են գումար են ուզելու, ավելի լավ է հեռացնենք այս մարդկանց, այսինքն մարդիկ կան, որ 10 տարուց ավել աշխատել են, նու մինիմում աշխատողները 5 տարվա աշխատողներ են, բարեխղճորեն որ աշխատել են, ծանոթ են Նայիրիտի ամեն անցուդարձին, ամեն վարկյան աշխատելով դաժե կողմնակի աշխատանքով այդ գումարը ներդնելով այդ աշխատանքի մեջ, որ կան Նայիրիտը պահպանեն, կոնկրետ ես ու իմ ընկերներից մեծամասնությունը, որ ասում եմ ընկերներ 88 հոգի աշխատող ենք ծառայությունում, 88-ից էլ իրար ընկերենք, բոլորս իրար ճանաչում ենք 5 տարվա ունենք աշխատանք եւ բարեխղճորեն աշխատանք։ Որոշումը սենց է կայացվել, ուրեմն Նայիրիտի պահպանություն ծառայությունը հանում են, տեղը մտցնում են ՊՊԳՎ, ինչ որ սենց հապավում է, պարեկապահակային գունդ ինչ որ վարչության, ոստիկանության զորքերն են բերում, այսինքն անտեղյակ մարդիկ, որոնք որ ընդհանրապես տեղյակ չեն ոչ նյութատեխնիկական բազային, ոչ գործարանի առանձնահատկություններից են տեղյակ, այսինքն գործարանը պայթյունավտանգ է, քլորով սպրեն կա, ամեն ինչ կա, ամեն ինչ, ոչ մի բանից տեղյակ չեն այդ մարդկանեն։ Ինձ ուղղակի միտքը այնքան է, որ բերում են անտեղյակ մարդկանց, որոնք որ գործարանը չգիտեն ինչ են պահպանում, ինչը չի տարվել մինչև այդ, որ մենք պահպանել ենք այդ տարվա 5 տարվա ընթացքում, տանեն հիմա։ Հեշտ ու հանգիստ։ Այսինքն եթե այդ մարդը տեղյակ չի ինչա պահում ինքը, իրան բերել են ուղղակի դնեն պատի մոտ, ասեն հսկի էս տարածքը, ինքը տեղյակ չի պահեստում ինչա կատարվում։ Այսինքն այն անտեղյակ մարդկանց են բերում, որ մնացածը ինչ կա պետքական, նույն մնացածը տանեն, որ գործարանի վերագործարկման հարցը միանգամից լուծեն, այսինքն ոչ թե ձեռը կտրում են դաստակից, հիմա ձեռը կտրում են ուսից։ Որ ընդհանրապես արդեն այդ խնդիրը դառնա անլուծելի, այսինքն չոր հողի վրա հողն է վառում են, որ вообще ընդհանրապես հողը բերքատու չդառնա, այսինքն այդ հողի վրա բերք չստանան, բերքը տվյալ դեպքում Նայիրիտի աշխատանքն է, կաուչուկի արտադրությունն է։ Մեր աշխատողներ, որ արդեն դիմում են պահանջել, ներկայացել են կամ մենք կոնկրետ մենք 261 հոգին, 261 հոգուց այսօր առանձնացել ենք 88 հոգին, առանձնացել ենք ոչ իկամոք մեզ, առանձնացել ենք, այսինքն մեզ հանում են ծառայությունից։ Մեզ հանում են ծառայությունից տեղներից փոխարինելով ոստիկաններին։ Աշխատել ենք 3 տարի աշխատավարձ չենք ստացել։ 3 տարի սուսուփուս մնացել ենք, սպասել ենք, հասկացել ենք երկրի վիճակը, ձեն չենք անել։ 3 տարի ճիշտ է, վճարում եղել է, բայց այս մարդիկ հաշվի չեն առնում մեր ունեցած ավանդը գործարանում։ Պատճառաբանություն ներկայացնում են։ Պատճառաբանություն թե խեն հանում մեզ, այսինքն մեր աշխատավարձը իբր թե բարձր է կամ ընդհանրապես դա պատճառաբանություն չի։ Ուղղակի կոպիտ ասած վզներիցս բռնում գցում եմ մի կոմի վրա, որպես անպետք է։ Բառացի ոք ընդհանրապես ոչ մի պատասխան, ոչ մի պատճառաբանություն չի տվել։ Բառացիորեն։ Ինչ քայլեր եք պատրաստվում անել։ Քայլերը լինելու են ոչ ակտուալ, որ այսօր ստեկա, այսի ուղղակի անում ենք մի քիչ ավելի քաղաքակիրթ ձևով, քայլերը ըրնելու են կօգտագործեի բառ, պայթյունավտանգ քայլեր ըրնելու, պայթյունավտանգը թող չթվա իրականում պայթյունա տեղի ունենալու կամ պայթյունա որոտալու, պայթյուն ունենալու է շատ ագրեսիվ ձևով։ Այսինքն 88 հոգի մարդ ենք, տարիքային սահմանափակումը 25-ից 44 տարեկանն է։ 25-ից 44 տարեկան 88 հոգի ընտանիք են, ընտանիք երիտասարդ, որոնց երեխաները դպրոցական են, դպրոցական։ Բոլորին չենք ուզում դառնանք ոստիկան, չենք ուզում ոստիկան դառնանք, որտեղ ոստիկանները ժամանակին իրանց գումարները աշխատել են, հիմա իրանք իրենց թոշակն ունեն, թոշակի հետ համապատասխան ստանալու են նաև իրենց աշխատավարձը, որոշակիորեն գծագրված ինչ-որ գումար են ստանալու, ու այդ գումարով բավարարվելու են, իսկ մեզ դա բավարար չի։ Մենք պահանջում ենք, մենք 5 տարի որ անխռով աշխատել ենք, գումար չստանալով, տարիներով գումար չստանալով, պահանջում ենք, որ մենք մնանք գործարանում, մեր ձայնը լսելի լինի, եթե մեր ձայնը լսելի չլինի, արդեն մեր քայլերը տեսանելի կլինի, ու այդ քայլերը շատ տհաճ կլինի բոլորի համար։ Խոսան այդ 215, հա? 261 հոգի։ 88 հոգին ՊՊՑ-ն է, պարեկապահակային ծառայությունն է, Նայիրիտի, 88-ին պրոստը առանց որևէ խոսքի ուղղակի շպրտում են, անպետք իրի պես շպրտում են, ու ներկապային 5 ամսով աշխատավարձը չեն վճարել դեռ, առանց պատճառաբանություն այդ մոլորը։ Արդեն մեր գործընկերը ասեց էլի մնացած եմ ասեն։
Դե նենց անադեկվատ քայլերի ինձ թվում է արդեն, որովհետև եթե մարդը իր աշխատանքը կորցնում է, տնում է ոնց են վերաբերվում իր բարեխիղճ ծառայությանը, արդեն մի քիչ ուրիշ քայլերի է էլի ինքը ընդունակ, երևի այդ մենակ իմ կողմից չեմ խոսում, բոլոր 88 կողմից խոսում եմ, էլի։